Գազայում մարդիկ էլեկտրաէներգիա չունեն, Իսրայել համազրադադարից ավելի քան 1 ամիս անց։ Հրեական պետության արձակած ռումբերից հողին հավասարված թաղամասերում մարդիկ հազիվ գտել են իրենց տների հիմքերը, խարխուլ վրաններ խփել մոտակայքում։ Գազայի հատվածում ընտանեկան ջերմ հավաքներն ավարտվում են, երբ արևը մայր է մտնում։ Խավարի մեջ մարդիկ աղոթում են, հետո կացարանների դիմաց խարույկ վառում, կամ գազամտած օգնության ստվարաթղթե արկղերի մնացորդներով, կամ աղբով։ Գազայում հիմա մոտ 300,000 տոննա թափոն կա։ Կյանքը մեզ համար չափազանց ծանր է։ Ջուր չունենք, բավարար սնունդ չունենք։ Կրակ ենք վառել, որ գոնե մոծակներին հեռու պահենք։ Անձրևոտ եղանակին այս փողոցում հեղեղներ են լինում։ Ինչպես տեսնում եք, այս վրանն անգամ քամուն չի դիմանում։ Ճամբարներում 5 հոգանոց այս ընտանիքին չեն ընդունել, տեղ չկա։ Ալ-Նաֆակ փողոցի ավերակների, աղբակույտերի մեջ խավարասերների ու առնետների հետ են ապրում 3 երեխաները։ Գիշերները իրենց հետ տեղից տեղ տեղափոխած գույնզգույն կտորներով են ծածկվում։ Մինչև պատերազմը Գազայի էլեկտրաէներգիայի մոտ 50%-ը Իսրայելից էր մատակարարվում։ Թել Ավիվը պատերազմը սկսելուն պես կտրել է լույսը։ Հիմա Գազայի էլեկտրացանցին հասցված վնասը ավելի քան $700 միլիոն է գնահատվում։ Անջուր անլույս Գազայում ՄԱԿ-ի տվյալներով 660,000 երեխա դպրոց չի հաճախում։ Դասի գնալու փոխարեն նրանք օգնության երկար հերթերում են անցկացնում օրվա մեծ մասը։ Երեխաները գնում են ուտելու բան վերցնելու, բայց ոչինչ չեն ստանում եւ լաց լինելով վերադառնում են։ Գազայում ավերակների մեջ կուչ եկած ընտանիքները ուժեղ քամիներին դիմակայելու համար արգելապատնեշներ են դրել վրանների շուրջ։ Ընդամենը մի քանի շաբաթից ձմեռ է գալու։ Գիշերը ջերմաստիճանը կարող է 10 աստիճանից էլ իջնել։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։